մենք բոլորս սովորենք աշխատել, ապրել պլաստիկի հետ։ Հիմա մենք այս բաները չենք արձանագրում, արգելել պլաստիկը, մենք գիտենք ինչ խնդիրներ կան պլաստիկի հետ։ Արգելել պլաստիկը կամ նրա մի հատվածը նշանակում է մեր կյանքի մի հատվածը sense կտրել եւ դնել մի կողմ։ Դա ցավոտ է, որովհետեւ հիմա ինչքան էլ մեր օրգանիզմի մաս չի, չնայած հիմա ցավոք նաեւ մեր օրգանիզմի մաս է, բայց պլաստիկը պոկել այդ ցավոտ process է։ Մեզ թվում է թե ինչ է, դե կառավարության որոշումը օրենք ընդունեցինք, վերջ, լուծվեց։ Ոչ թե չի։ Մենք պետք է ուղեկցենք ամբողջ process-ը, հասկանանք մարդիկ ինչ խնդրեմ են հետ են բախվում այս որոշման արդյունքում։ Այդ խնդրի լուծման մեր ճանապարհը եւ ընկալումը որն է եւ այլն եւ այդպես շարունակ։ Երկրորդ հարցի հետ կապված, այսինքն ես ակնկալում եմ, որ առաջիկայում մենք նաեւ աշխատանքային քննարկումների ժամանակ դուք ներկայացնեք, թե մինչև 2027 թվականի հունվարի 1-ը մենք ինչ պլան ունենք այս որոշումը կյանքի կոչելու համար։ Երկրորդ ընդհանուր առմամբ պարզ է, մենք էլի տրամաբանական ինչ որ առումով մենք տնտեսվարողներին ասում ենք, որ դուք պետք է ներդրումներ անեք